Չափազանց կարևոր է ձեր ներկայացրած հիմնավորումը, բայց ընդունելի չէ։ Ինչու ընդունելի չէ։ Մի քանի պատճառով։ Նախ առաջինը, ինչպես նշեցի, մեր տոների եւ հիշատակի օրերի գրեթե բոլոր հիշարժան օրերին այցելություններ կա հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների շիրիմներին։ Այդ օրը ոչ միայն խոնարհում, այդ օրը հարգանք եւ հպարտություն զգացումներով տարածվող երևույթներ են, այսինքն այցելությունը միայն սկալը չէ եւ ձեր խոսքում էլ կարմիր թելով գնում է, որ նահատակվածի հայրենիքի պաշտպանության համար նահատակվածի օրը սքելու սուկ ունենալու եւ դրանով պայմանավորված փորձեցի կապել նաեւ տաղավար տոներից հետո մեռելոց գնալու հետ։ Ես ամենևին այդ նպատակը չունեի իմ հարցադրումը երբ ձևակերպում էի, ես ասում եմ, որ եթե այդ օրերին, բոլոր օրերին գրեթե, նույնիսկ ապրիլ 24-ին նախորդող շրջանում էլ այդ այցելությունը կազմակերպվում, նույնիսկ նույն օրն է կազմակերպվում եւ այլն, բայց հարցը հետեւյալն է, եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն ունենք առանձին օր նշելու, այդ դեպքում նաեւ նա պետք է պայմանավորված լինի մի այնպիսի հանգամանքով, որ նաեւ միջոցառումների կազմակերպման, անցկացման, հիշատակման, մարդկանց սխրագործությունները բարձրացնելու մասով նաեւ բնական միջավայրը պետք է համահունչ լինի։ Հիմա դուք հունվարի 27-ին, ասենք օրինակ ձմեռվա կեսին, հա, առաջարկում եք նշել, հիշել, խոնարհվել, բայց նկատի առնենք, որ սա նաև ֆիզիկական որոշակի սահմանափակումների էլ է բերելու, չէ՞, դժվարությունների է բերելու։ Լավ, այնուամենայնիվ, եթե նսեմացման միտված չի, ինչը դուք պնդում եք, որ նսեմացման միտված չի, այդ դեպքում քննարկենք այլ օր։ Այլ օրի հնարավորություն, այդ թվում նաև թեկուզ աշնան շրջանակներում, սեպտեմբերի մեջ եւ կարողանանք ունենալ այդ օրը այնպես, որ այո, ամբողջ ոչ միայն Հայաստանով, Սփյուռքով հանդերձ այդ օրը կարողանանք իսկապես դարձնենք մեր հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հերոսացման, փառաբանման եւ որ ամենակարևորն է մեր սերունդներին դաստիարակման լավ հնարավորություն եւ առիթ։ Այդ թվում նաեւ դպրոցական միջավայրում միջոցառումների կազմակերպման եւ այլն։ Եվ վերջապես երրորդ դիտարկումը, որ կուզենայի անել, հետեւյալն է, տեսեք, շատ կարևոր է, որ մենք բոլոր ռազմական այնպիսի իրադարձությունների կամ ոչ ռազմական նույնիսկ, հա, դիվերսիոն գործողությունների հետևանքով ունեցել ենք եւ արձանագրել ենք զոհեր, չափազանց կարևոր է նաեւ, որ այդ օրերը բոլորը միևնույն է, հարազատներին, շրջապատին, հանրությանը չեն կարող ասել, որ գիտեք ինչ, այդ օրերը փոխարինվում է այսօրով։ Եվ ես նման միտում ոչ էլ ունեի իմ հարցի մեջ։ Ես ընդհանրապես արձանագրում եմ, որ եթե այդպիսի խնդիր ենք դնում, ապա կարող ենք այդ օրերից որևէ օր ընտրել։ Բայց եթե այդտեղ համակարծիք չեք, որ բանը որևէ խնդիր չկա, այնուամենայնիվ կարևորելով այս քննարկումները, ես կարծում եմ նաև հանրային քննարկման անհրաժեշտություն էլ կա եւ հուսով եմ, որ հանրային քննարկումը ավելի ողջամիտ օր նաև կառաջարկի, հիմնավորում եւ այլ եւ այլն։ Եվ վերջին դիտարկումը, որքանով է սա արդեն քաղաքական ուղղվածության հարցադրում անեմ, հա, անհրաժեշտ դարձել հիմա նախընտրական տարվան ընթառաջ, թե բացառում եք դրա որևէ կապ։ Շնորհակալություն պարոն Մինասյան, հերթով գնամ, նախ միանշանակ ձեզ հետ համաձայն եմ, առաջարկվող հիշատակի օրը
սքո օր չպիտի լինի, պիտի լինի հիշատակի օր։ Իհարկե հիշատակ եւ խոնարհումի, բայց բնականաբար որոշակի կոմպոնենտ կլինի սքալու հատկապես ընտանիքների համար զոհերի, բայց այո հիմնական խորհուրդը հենց հիշատակը հարգելն է եւ խոնարհումը։ Հաջորդը մի քիչ լավ չեմ հասկանում ձեր փաստարկը, որ այսպես թե այնպես բոլոր նշանակալի օրերին կամ տոներին մարդիկ այցելում են գերեզմաններ, հա, որևէ բան այդ առումով չի փոխվում, եթե ուզում են այցելել, թող այցելեն, այստեղ խնդիրը հետեւյալն է, որ մենք ուզում ենք սահմանել հատուկ օր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այսինքն եթե ձեր փաստարկով գնանք ընդհանրապես նման օրը ուրեմն պետք չի սահմանել, որովհետև այսպես թե այնպես տարբեր տոներին մարդիկ գերեզման այցելում են։ Այստեղ խնդիրը ոչ միայն գերեզման այցելելու մասին է կամ եռաբլուր այցելելու, այլ այդ օրը ինչ հնարավորություն կտա։ Հնարավորություն կտա օրինակ, որ դասղեկները իրենց աշակերտներին նախ այդ օրվանը նախորդող շրջանում որոշակի ինչ որ միջոցառումներ կազմակերպեն, հանձնարարեն օրինակ, չգիտեմ, գտնել որևէ հայրենիքի համար ընտրել հայրենիքի համար որևէ զոհված անձի եւ օրինակ իր մասին շահադրություն գրել ու այսպես շարունակ հենց բուն օրը կազմակերպեն այցելություն եռաբլուր կամ իրենց բնակավայրի համապատասխան վայր եւ այսպես շարունակ այսինքն խնդիրը միայն պաշտոնյաների այցելության մասին չի խնդիրը կոմպլեքս է սա հնարավորություն կտա օրինակ հերոստա ընկերություններին այդ օրվա համար ռեպորտաժներ պատրաստել եւ այսպես շարունակ իսկ օրինակ համաձայն եք եթե կոնկրետ ռազմական իրադարձության օրը սահմանվի որպես հիշատակի օր հիմնական ֆոկուսը կլինի այդ ռազմական իրադարձության վրա երկրորդ թե ձմեռվա վերաբերյալ ես օրինակ կարծում եմ սա այստեղ տրամաբանություն կա օրինակ եթե ասեմ բացասական կողմը հունվարի 27-ի այո ձմեռը մի քիչ դժվարություն կարող է այդ իմաստով առաջացնել արդյոք դուք ճիշտ եք ասում սա ոչ մի կերպ միտված չէ մյուս օրերը փոխարինելու որովհետև այսպես թե այնպես այն անմարդկանց համար ում հարազատները ընկերները զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ համապատասխան օրերն են կարևոր ում հարազատները զոհվել են ասենք թե 90-ականներին որևէ կոնկրետ օր առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այդ օրերն են կարևոր եւ այսպես շարունակ խնդիրը փոխարինելու մասին չէ խնդիրը մեկ օր սահմանելու մասին է ինչպես սահմանում է 2000 թվականի ընդունված օրենքը մեկ հիշատակի օր սահմանելու մասին է եւ իդեպ տարբեր երկրներում կամ նման օրեր քաղաքական առումով չէ պարոն Մինասյան բացարձակապես որևէ կապ չկա եւ ընդհանրապես կապ չկա չեմ էլ տեսնում թե ինչպես կարող է այս նախագիծը որևէ քաղաքական դիվիդենդ բերել կամ հակառակը քաղաքական վնաս բերել ասեմ ավելի ես կարծում եմ այս նախագիծը պիտի չքաղաքականացվի ես հույս ունեմ մենք կարողանանք 3 խմբակցություններով հասնել մի ընդհանուր հայտարարի եւ բոլորով կողմ քվեարկել, որտեղ իրապես կարեւոր է, եթե մենք ուզում ենք իրոք հիշատակը հարգվի եւ դարվի չքաղաքականացված կերպով, իսկ հայրենիքի համար, պաշտպանության համար զոհվածները քաղաքականություն եւ կուսակցություն չեն ճանաչում։ Իրենք բոլորը զոհվել են հանուն հայրենիքի եւ ոչ հանուն այս կուսակցության, այն կուսակցության, այն կուսակցության։ Եվ շատ կարեւոր է մենք գանք կոնսենսուսի եւ ես այո կարեւորում եմ նաեւ հանրային քննարկումը, հուսով եմ այս մեր քննարկումը նաեւ կնպաստի որ որոշակի հանրային քննարկում լինի եւ կաշխատենք իրար հետ կրկնում եմ ես պարոն Նազարյանի հետ էլ քննարկել ենք եթե լինի հիմնավորում թե ինչու մեկ այլ օրը կարող է ավելի տրամաբանական կամ լավ լիներ, պատրաստ ենք քննարկել, բայց այս պահին կարծում ենք, որ հունվարի 27-ը ամենատրամաբանվածն է, շնորհակալություն։